21 TV եթերում իր աշխատանքն է սկսում ապրենք առողջ է բարև ձեզ ես Տաթևն եմ Արաքելյան այսօր տաղավարում հյուրընկալել եմ բժիշկ ստոմատոլոգ դիմացնոտային վիրաբույժ Հայկ Ավետիսյանին սակայն մինչև զրույցին անցնել ուզում եմ ասել շնորհակալություն սպասարկման համար B-Beauty ցենտրին տեղեկացնելով որ այն գտնվում է Սեբաստիա 28 հասցեում հեռախոսահամարն է 098 84 68 62 բարի գալուստ մեր տաղավար շնորհակալություն որ այստեղ եք Բարև ձեզ շնորհակալ եմ հրավերի համար շատ ուրախ եմ գտնվել ձեր տաղավարում Ես վստահ եմ, որ մեր զրույցը իսկապես կայանալու է, որովհետև երբ մենք խոսում ենք ստոմատոլոգիայից, ես միշտ ասում եմ ստոմատոլոգիան այն բժշկության այն ոլորտն է, որը լավագույնս, այսպես ասած, միքսել է եւ առողջությունը եւ գեղեցկությունը, եւ եթե խոսում ենք ստոմատոլոգիայից, առաջինը սկսում ենք մտածել իմպլանտոլոգիայի մասին, որովհետև ժամանակը, փորձը, նաեւ նախադեպերը եկան ապացուցելու, որ բացակա ատամների վերականգնման ոսկե ստանդարտը, լավագույն տարբերակը դեռ նշում եմ դեռ չգիտեմ մի քանի տարի հետո ինչ կփոխվի, հա, դեռ իմպլանտն է ու նաև հաշվի առնելով այն քեյսերը, որոնք որ այս տարիների ընթացքում կուտակվել են, ինձ թույլ չեն տա սխալվելու, որ սա իսկապես ոսկե ստանդարտն է։ Նախ մեր բոլոր հեռուստադիտողների համար նշեք, թե ինչու եմ ես այսպես համոզված, հա, իմ մտքերում եւ ինչու պետք է բացակա ատամն այսպես վերականգնելու համար ընտրել հենց իմպլանտի տարբերակը։ Տեսեք, եկեք սկսենք Սկզբից ինչ է իմպլանտը Իմպլանտները ընդհանրապես իմպլանտները լինում են մի քանի տեսակի եւ ձևի, բայց ամենաշատ կիրառություն ունեն այս բային պրակտիկ ստոմատոլոգիայում հենց տիտանե իմպլանտները Տիտանե իմպլանտները իրենց ներկայացնում են տիտանից պտուտականման պտուտակ, պտուտակ, որը տեղադրվում է ծնոտոսկրի մեջ եւ փոխարինում է մեր բացակա ատամի արմատին, որի վրա հետագայում օրթոպեդիկ կոնստրուկցիայով տեղադրվում է արհեստական շապիկը եւ փոխարինում է մեր բացակա ատամին։ Իսկ ինչու ընտրել հենց իմպլանտացիան եւ դենտալ իմպլանտները, դրանք մեզ տալիս են մի քանի առավելություն համեմատած մյուս պրոթեզավորման մեթոդներին։ Օրինակ կամրջաձև պրոթեզներ տեղադրելու դեպքում մենք պետք է հղկենք հարևան ատամների հյուսվածքները, թեկուզ եւ նրանք առողջ չեն, վնասենք, երբեմն դա հասնում է մինչեւ ներվազրկման, որը որ կրճատում է մեր հարևան ատամների կյանքը, այսինքն դենտալ իմպլանտատների դեպքում սա չենք անում։ Ինչ վերաբերում է շարժական պրոթեզավորմանը, դա անհարմարություն է, տհաճ է եւ էսթետիկական խնդիրներ միանշանակ լինելու են։ Դենտալ իմպլանտատներ ընտրելուց վնասելի սկզբունքը բժշկության ամենակարևորը, որտեղ վնասում ենք մնացած ատամները։ Մնացած ատամները վնասում ենք։ Նաև հարմարության առումով այո, իսկապես ճիշտ նկատեցիք, որտեղ բոլոր տատիկները, պապիկները, ովքեր այս պահին մեզ դիտում են, հաստատ կասեն, հա, իսկապես շատ տհաճ է պրոթեզներ ունենալը, իսկ իմպլանտի դեպքում միանշանակ այս հարցը բացարձակ չի քննարկվում, այո։ Սովորաբար բժշկության մեջ, եթե էսթետիկ կողմն են քննարկում, ցուցումը հենց ցանկությունն է լինում, հա, այսպես ասած։ Օրինակ, եթե մենք նայելու լինենք վինիրները, եթե կա ցանկություն, ապա կա նաև ցուցում, հա, այսպես ասած։ Իմպլանտի դեպքում եւս կարող ենք այս պնդումը, այսպես ասած, տանել առաջ, թե կան հատուկ, այսպես ցուցման սկզբունքներ, որոնցով պիտի առաջնորդվի բժիշկը կամ պացիենտը։ Իմպլանտացիայի ցուցում համարում ենք այն դեպքում, երբ որ պացիենտը ունի մեկ կամ մի քանի ատամի բացակայություն, կամ ունենք հեռացման ենթակա ատամ, որոնցից են ստորլնդային կոտրված արմատները, որոնք հնարավոր չեն վերականգնել օրթոպեդիայի միջոցով կամ կիստաները, որոնք որ հնարավոր չեն բուժել կոնսերվատիվ կամ վիրաբուժական այլ մեթոդներով։ Տվյալ դեպքում արդեն կատարում ենք միամոմենտ իմպլանտացիա, այսինքն հեռացնում ենք ատամը եւ նույն ատամի ատոնաբնում տեղադրում ենք իմպլանտատը Հենց տեղում միաժամանակ։ Այո, հեռացումից հետո միանգամից տեղադրվում է իմպլանտատը, այդ դա մեզ միաժամանակ միամոմենտ իմպլանտացիան մեզ տալիս են մի շարք առավելություններ, նախ եւ առաջ մենք խնայում ենք ժամանակային առումով, երկրորդը հնարավորության դեպքում նաեւ կախված կոնկրետ կլինիկական դեպքից տեղադրում ենք նաեւ ժամանակավոր շապիկ Օրինակ ֆրոնտալ ատամների, դիմացի ատամների հեռացման դեպքում միամոմենտ իմպլանտացիայի ժամանակ շատ կարևոր է տեղադրել ժամանակավոր շապիկները։ Մանրամոտ կանանց դեպքում, չէ՞։ Բոլորի դեպքում դա չկիրառելու դեպքում կունենանք շատ մեծ էսթետիկական դեֆեկտ, որը որ կարող է ազդել նույնիսկ մարդու ինքնագնահատականի վրա։ Կյանքի որակի վրա։ Այո, կյանքի որակի վրա կարող է ազդել։ Իսկ այսպես ընդհանրացնելով կարող եմ ասել, որ
ցուցում է իմպլանտացիայի ցուցում է մեկ կամ մի քանի ատամի բացակայությունը, լրիվ անատամությունը, հեռացման ենթակա ատամների առկայությունը եւ լրիվ շարժական պրոթեզի հետ անհամատեղելիությունը, վատ ֆիքսացիան կամ ստաբիլիզացիան։ Շատ լավ, երբ մենք ասում ենք իմպլանտ, իհարկե բոլորը շատ լավ հասկանում ենք, որ սա լավագույն տարբերակն է, մնայուն տարբերակն է, ամենաբնականին մոտ տարբերակն է, բայց միևնույն ժամանակ էլ, երբ մենք խոսում ենք իմպլանտի մասին, մի տեսակ մատների ծայրերը սկսում են սառել, որովհետև մտածում ենք, որ սա մաշող ընթացք է, սա երկար ընթացք է, ցավոտ ընթացք է, պացիենտը պիտի բավականին երկար ժամանակ ճանապարհ անցնի, հա, ու այդ ճանապարհը շատ հաճախ նաև միֆերով հարուստ է լինում, որ պետք է լինի իսկապես անդառնալի, պիտի լինի խնդրահարույց եւ այլն, հա, բայց նաև ստոմատոլոգները միշտ ասում են, որ ավելի շատ մենք դրանից վախենում ենք, քան իրականում այդ ճանապարհը փշոտ է լինում, հա։ Ինչ ճանապարհ է անցնելու պացիենտը մինչև իր ցանկալի իմպլանտը եւ դրան, այսպես ասած, վերջնական տեսք տվող պսակը ունենալը։ Ինչքան ժամանակ է անցնելու, ինչ ճանապարհ է անցնելու եւ ինչերի միջով է անցնելու։ Եկեք քայլ առ քայլ սկզբից գնանք մինչև ֆիքսացիա։ Ատամը չունենք, եկել ենք իմպլանտի։ Ու ամեն ինչ սկսվում է զննումից, օբյեկտիվ զննումից, ցավոտ չի ընդհանրապես, բժշկական ստոմատոլոգիական անամեզի հավաքումից եւ պարտադիր կատե հետազոտության ուսումնասիրումից, որի ժամանակ ուսումնասիրում ենք, հետազոտում ենք ոսկրի հաստությունը, բարձրությունը, խտությունը։ Դրանից հետո կազմվում է պլան, վիրաբուժական եւ օրթոպեդիկ պլան։ Մի քանի պլաններ, որոնք որ առաջարկվում են պացիենտին, որոնք իրար մեջ արդեն համեմատականներ է անցկացվում, պացիենտի հետ կոնկրետ պլանը որոշելուց հետո, ինչ կոնստրուկցիա լինելու, քանի իմպլանտներ ենք տեղադրելու, անցնում ենք արդեն իմպլանտացիային։ Իմպլանտացիան անցավ process է, որը անցնում է տեղային անzգայացման տակ, բավարար ոսկրի ծավալի դեպքում մեկ իմպլանտի տեղադրում մոտավորապես տևում է 20-ից 30 րոպե։ Հետվիրահատական շրջանը, օստեոինտեգրացիայի շրջանը 3-ից 6 ամիս է տևում, էլի կախված կոնկրետ կլինիկական դեպքից, 3-ից 6 ամսվա ընթացքում պացիենտը հնարավոր է ունենա ժամանակավոր ատամ կամ ատամնաշար, որը կունենա մենակ էսթետիկական խնդիրը կլուծի, հա, այսինքն այդ ատամներով մեր պացիենտը փորձելու է քիչ կծել, քիչ ծամել, մի քիչ նուրբ օգտագործելու, 3-ից 6 ամիս հետո արդեն մշտական կոնստրուկցիան պատրաստելուց հետո ֆիքսում ենք։ Այսինքն իմպլանտացիայից միջև վերջնական ատամները ունենալու համար, վերջնական ժպիտը ձևավորելու համար մեզ պետք է մոտավորապես 3-ից 6 ամիս կախված կոնկրետ կլինիկական դեպքից։ Այդ 3-ից 6 ամիսն էլ էսպես, եթե կատարելու ենք ոսկրային աուգմենտացիա, իհարկե կանենք 6 ամսում։ Եթե ոսկրի հետ կապված խնդիր չունենք, մոտավորապես 3 ամիս հետո արդեն կարող ենք սկսել օրթոպեդիկ կոնստրուկցիայի պատրաստումը։ Այստեղ նայեք, դուք նշեցիք, որ եթե չկան, այսպես ասած, բարդություններ, որոնցից առաջինը հենց ոսկրի բավարար չափ չլինելն է, հա։ Այստեղ ուզում եմ շատ կարևոր նկատառում անենք, որ որքան կարևոր է ժամանակին դիմելը, հա, ստոմատոլոգին, որովհետև մենք երբեմն այո, մեկ անգամ չէ, որ հենց նույն այս տաղավարից նշել ենք, որ ստոմատոլոգիան բժշկության ամենաարագ զարգացող ոլորտներից է։ Եվ գրեթե չկան խնդիրներ, որոնք լուծումներ չունեն, հա, գրեթե չկան հարցեր, որոնք մենք չենք կարող շտկել։ Եվ սրանով այսպես հանգստանալ, փափուկ բարձ դնել գլխի տակ, որ ոչինչ կլինի, մեկա լուծումը ունենք, միևնույն է կարող են օգնել եւ այդ բացակա ատամով ապրել մի քանի տարի, նույնիսկ տասնամյակներ, եւ հետո էլ զարմանալ, թե ինչու 3 ամսում չկարողացանք վերականգնել ատամը, մի տեսակ շատ միամիտ է, հա, թվում։ Ուստի այստեղ շատ կարեւոր է նաեւ շեշտենք, որ եթե ունենք բացակա ատամ, ապա հնարավորինս արագ դրա վերականգնումը չպետք է հետաձգվի։ Այո, քանի որ եթե ունենք բացակա ատամ, մի քանի տարիների ընթացքում, տեսեք, բացակա ատամի տեղում ոսկրը ենթարկվում է ատրոֆիայի, որը իր հերթին բերելու է մեկ այլ վիրաբուժական միջամտության, ոսկրային աուգմենտացիային, կամ կողքի հարևան ատամները թեքվելու են դեպի բացակայող ատամի կողմը, հակադիր ծամող ատամը կախվելու է կամ վերև է բարձրանալու դեպի բացակա ատամի կողմը, որպեսզի ծամողական ֆունկցիան վերականգնի, արդեն օրգանիզմը սկսում պայքարել դրա համար, օրգանիզմը փորձում ծամողական ֆունկցիան վերականգնել։ Այս դեպքում արդեն մենք մի բացակա ատամի
Փոխարեն պատճառով ունենում ենք 3 ատամ, նույնիսկ հնարավոր է հեռացման ցուցումով։ Հետևաբար այո, շատ լավ է, որ զարգացել է ստոմատոլոգիան, բայց դրանով այսպես մխիթարվել, որ միևնույն է հարցին լուծում կա, կարող ենք սպասել, այդքան էլ արդարացի չէ, էլի, այո։ Շատ լավ։ Նաև ուզում եմ խոսենք այն մասին, թե քանի ատամ կարող ենք վերականգնել իմպլանտով։ Իհարկե դուք ձեր խոսքում նշեցիք, որ նույնիսկ լրիվ անատամության դեպքում սա լավագույն տարբերակներից է, եւ հաճախ մարդիկ մտածում են, որ եթե լրիվ անատամության մասին է խոսքը, այդ դեպքում պիտի 32 իմպլանտ տեղադրենք։ Ինչպես եք կազմակերպում սա եւ քանի իմպլանտով կարող ենք վերականգնել ամբողջ ատամնաշարը։ Դեսեք, դենտալ իմպլանտատները մեզ թույլ են տալիս լուծել բոլոր խնդիրները, այսինքն մեկ ատամից սկսած մինչև լրիվ անատամություն։ Մեկ ատամի դեպքում տեղադրվել է մեկ իմպլանտ, մեկ արհեստական շապիկով, բազմակի իրար հարևան մի քանի ատամների բացակայության դեպքում պետք է ամեն ատամի համար տեղադրել մեկ իմպլանտ։ Կարող ենք օրինակ 3 ատամի բացակայության դեպքում տեղադրվել է 2 իմպլանտ, արդեն իմպլանտատների վրա կառուցվելու է կամրջաձև կոնստրուկցիա։ Իսկ ինչ վերաբերում է լրիվ անատամությունը կարելի է լուծել 4, 6 կամ 8 իմպլանտատների միջոցով։ Դերում են, չէ, դեպքեր ասում են շատ դրեք թող ապահով լինի, բայց սա էլ այդքան արդարացի չէ, ի վերջո ծանրանում է նաև ծնոտը։ Կախված կոնկրետ կլինիկական դեպքից, իհարկե իմաստ չկա 16 կամ 14 իմպլանտատ տեղադրել մեկ ծնոտի վրա։ Ոչ միայն իմաստ չկա, դա շատ դժվար էլ կլինի բժշկի համար, որովհետև այդ իմպլանտատները պետք է իրարից ունենան հեռավորություն։ Իսկ տարբերություն կա ստորին կամ վերին ծնոտների դեպքում ավելի արագ, այսպես ասած, վերականգնումը կամ ավելի հեշտ հետվիրատական շրջանը անցնելը։ Հետվիրատական շրջանում մենակ ստորին ծնոտի դեպքում հնարավոր է մի քիչ այտուցները շատ լինեն, մի քիչ նվացող ցավ լինի, բայց որոնք որ վերահսկել են բժշկի կողմից։ Այսինքն նվացող ցավը մի հատ ամենաթույլ ցավազրկող միջոցով վերանալու է ուղղակի։ Դա չէ, այնպես բոլոր դեպքերում է պետք է սպասել մինիմում գոնե 3 ամիս։ Կարծում եմ ամենաբարդը յուրաքանչյուր բուժարոյի համար այդ սպասելու process-ն է, չէ, երբ ամեն թաթ հարցում ես հնարավոր չի մի փոքր ավելի շուտ տեղադրել, հնարավոր չի իմ դեպքում։ Կան մեթոդներ, որ տեղադրում են, այսինքն միանգամից 72 ժամվա ընթացքում մենք կարող ենք այդ ծամոական նագրուսկայի մեջ մտցնել իրեն, բայց հիմնականում չի կիրառվում։ Լավ, ես կարծում եմ, որ բժշկության մեջ չկա մի միջամտություն, անգամ սովորական ներարկումը, որ չունենա հակացություն։ Ի վերջո մեր օրգանիզմը անհատականություն է, ի վերջո մենք ամեն մեկս մի երևույթի եւ միջամտության տարբեր ձևերով ենք արձագանքում եւ այստեղ շատ կարեւորում եմ նաեւ խոսել հակացությունների մասին։ Այո, ունի բուժարուն ցանկություն, ունի ցուցում կոպիտ ասած, այսպես որ պիտի տեղադրվի իմպլանտը, բայց նաև կան խնդիրներ, որոնք մեծ ցանկության դեպքում անգամ թույլ չեն տալիս եւ կապում են, բժշկի ձեռքերը։ Որոնք են այս հակացությունները եւ մենք եթե խոսում ենք հակացությունների մասին, դրանք բացարձակ հակացություններ են, թե հարաբերական։ Ժամանակակից ստոմատոլոգիայում եւ ժամանակակից բժշկության մեջ բացարձակ հակացությունների թիվը հասցվել է մինիմալի։ Բացարձակ հակացություն կարող ենք համարել միայն դիմացանոթային շրջանում շուրջ 100 նորագայության առկայությունը, այդ ժամանակ ունենանք բացարձակ հակացություն, բայց մեզ շատ են հարցնում օրինակ այն շաքարային դիաբետի հետ կապված։ Շաքարային դիաբետով պացիենտներին նամանավանդ առաջին տիպի շաքարային դիաբետի ժամանակ փորձում ենք համագործակցել էնդոկրինոլոգների հետ, էնդոկրինոլոգները բուժում են նշանակում, պահպանողական դիետաներ են նշանակում, սննդի մեջ փոփոխություններ են անում եւ հանգիստ կատարում ենք մեր իմպլանտացիան։ Այսինքն բացարձակ հակացությունները մնացածը հարաբերական հակացություններ են, որոնք որ լուծելի խնդիրներ են։ Ուղղակի պետք է ունենանք մոտիվացված պացիենտ, համբերատար պացիենտ։ Ու նաև այստեղ ես միշտ սիրում եմ նշել, որ պետք է լինի համագործակցություն, վստահություն, որովհետև եթե մենք գալիս ենք կոնկրետ եւ հատուկ պահանջներով եւ դրանք միայն թելադրում ենք բժշկին, բժիշկներն էլ միշտ ասում են, որ աստվածներ չեն եւ պետք է կոնկրետ իմպլանտացիան բժշկի եւ պացիենտի համագործակցությունն է։ Պացիենտը իր հերթին պետք է հիգիենան լավ պահի։ Այստեղ արդեն գալիս ենք տրամաբանորեն հաջորդ հարցին, որովհետև հիգիենան շատ դեպքերում շատ հարցեր է լուծում, ինչպես օրինակ մեր իմպլանտի կյանքի, այսպես ասած, տևողության համար, Մենք հայերս սիրում ենք մի միջամտություն անել եւ ամբողջ կյանքում դրա մասին մոռանալ։ Դե այդքան գումար ենք տվել, պիտի մի ամբողջ կյանք օգտագործենք, թե ոչ։
Բայց դե լավ գիտենք նաև, որ սրանք էլ ունեն պիտանելիության, այսպես ասած, ժամանակահատված, կյանքի տևողություն եւ այլն։ Միջինում իհարկե նաև հասկանում որ անհատական գործոնն էլ կա, բայց ըստ ձեր պրակտիկայի, միջինում որքան ժամանակ է մեկ իմպլանտը ծառայում։ Եվ ինչից է կախված նաև նրա երկար ծառայելը։ Դենտալ իմպլանտատները նախատեսված են շատ երկար օգտագործելու համար։ Միջինում դրանք ծառայում են 15-ից 20 տարի, բայց իհարկե մենք տեսել ենք լիքը դեպքեր, երբ 25 եւ ավելի տարիներ են ծառայել։ Դա իմպլանտի երկար ծառայելու համար պետք է պացիենտները հետևեն հիգիենային, ամենօրյա խոզանակների, թելերի, իրիգատորների օգտագործումը, ժամանակ առ ժամանակ այցելել ստոմատոլոգին, տարին մինիմում գոնե 2 անգամ, ատամնափառի եւ ատամնաքարի հեռացում կատարել 3-ից 6 ամիսը մեկ։ Սրանք պարտադիր պայմաններ են, որոնք որ կօգնեն մեր իմպլանտները շատ երկար ծառայելուն։ Իմպլանտները չեն փչանում, դրանք ուղղակի կորցնում են օբյեկտիվ միջավայրը, որտեղ որ նրանք պետք է լինեն։ Իսկ հետո մենք կարող ենք հեռացնել նորը տեղադրել, եթե օրինակ դե հասկանում եմ, եթե 70+ տարիքում է տեղադրվել, սրանք կարելի է նույնիսկ ասել ամբողջ կյանքի համար են։ Բայց եթե իմպլանտը տեղադրվել ավելի երիտասարդ, 20-22 տարեկան, հա, բուժառուին, եւ 20 տարին թեկուզ շատ լավ պահելուց հետո հեռացվել է, մենք կարող ենք հեռացնել նորից նույն տեղում դնել, թե պետք է ուղղակի Նաև կարող ենք հեռացնել նույն տեղում դնել, բայց եթե չունենք կոնկրետ հեռացման ցուցում, իմպլանտի հեռացման ցուցում, այսինքն կարող ենք կատարել ուղղակի ոսկրային աուգմենտացիա հենց իմպլանտի շուրջ, առանց իմպլանտատը հեռացնելու։ Շատ լավ, եթե մենք այսօրվա մեր զրույցը փորձենք ամփոփել, հա, բոլոր նրանք, ովքեր հիմա մեզ դիտում են եւ դեռ կամոկացի մեջ են գնալ դեպի իմպլանտացիան, թե ոչ, եւ կամ ինչ պետք է իմանալ մինչեւ այս ճանապարհն անցնելը, խնդրում եմ ձեր խոսքը հորդորը, հա, բոլոր այն բուժառուներին, ովքեր կանգնած են այս ընտրության առաջ եւ դեռ մտածում են։ Պետք չէ վախենալ իմպլանտացիայից, պետք է ժամանակին դիմել ստոմատոլոգին։ Իմպլանտացիան ցավոտ process չէ, ամեն ինչ վերահսկելի է, պետք է հասկանալ եւ ընդունել, որ իմպլանտատը տեղադրելուց մինչեւ ատամնաշարի վերականգնման համար պետք է ժամանակ եւ պետք է հասկանալ, որ իմպլանտացիան դա բժշկի եւ բուժառուի լավ համագործակցության արդյունք է, որպեսզի ունենանք լավ ֆունկցիոնալ եւ էսթետիկ արդյունք։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Հուսով եմ եւ վստահ եմ, որ նաեւ ունեցել ենք զրույց, որն իսկապես ոչ միայն հետաքրքիր է, նաեւ տեղեկատվությամբ հարուստ էր։ Իսկ մեր բոլոր հեռուստադիտողներին ուզում եմ հիշեցնել, որ զրուցակիցս բժիշկ ստոմատոլոգ դիմացօնոտային վիրաբույժ Հայկ Ավետիսյանն էր։ Մինչ հրաժեշտ տալն ուզում եմ ասել շնորհակալություն սպասարկման համար Beauty Center-ին, տեղեկացնելով, որ այն գտնվում է Սեբաստիա 28 հասցեում, հեռախոսահամարն է 098 84 68 62։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ցտեսություն։